Հրդեհների փորձաքննությունների ժամկետներից քաղաքացիները հաճախ բողոքում են։ Դրանք կարող են տևել մի քանի ամսից մինչև 1 տարի եւ ավելի։ Փորձագիտական կենտրոնից վստահեցնում են, ուշացումների պատճառներն օբյեկտիվ են։ Մեկ եզրակացության ստացման համար կատարվում է միանգամից 4-ից 6 փորձաքննություն։ Հրդեհների մեծ մասը նշանակվում է նյութագիտական, էլեկտրատեխնիկական, հրդեհատեխնիկական եւ ապրանքագիտական, այսինքն առնվազն 4 տեսակի փորձաքննություն նշանակվում է։ Եթե ինքը կառույց է, 5-րդ տեսակն էլ է նշանակվում, շինարարատեխնիկական։ Եթե կասկած ունեն, նաեւ նշանակվում է պայթունատեխնիկական, այսինքն 6 տեսակի փորձաքննություն է նշանակվում։ Կան փորձաքննություններ, որոնք ծավալուն եւ ժամանակատար են, օրինակ շինարարատեխնիկականն ու ապրանքագիտականը։ Կենտրոնի մասնագետներն էլ միաժամանակ մի քանի գործ են ուսումնասիրում։ Սա եւս նպաստում է ժամկետների երկարաձգմանը։ Մեր շինարար փորձագետը ինքը փորձաքննում է մի ամբողջ շինարարական կազմակերպության ցիկլ։ Նախագծումից մինչև ավարտական ակտ։ Ոչ թե ունենք մասնագետի խնդիր, այլ ունենք հետևյալը. ամեն փորձագետի վրա մակագրված է անհամաչափ որոշումներ։ Այսինքն հետևյալն է, որ մի փորձագետ առնվազն ունենում է մոտավորապես 50 որոշում։ Մի փորձաքննության արդյունքը ելակետ է դառնում հաջորդի համար։ Մինչև չվերջանա առաջինը, երկրորդը չի սկսվի։ Կարևոր է նաև դեպքի վերաբերյալ ամբողջական տվյալների հասանելիությունը, եթե թերի է փորձաքննությունը կասեցվում է։ Կասեցվում է այնքան ժամանակ, մինչև միջնորդությունը բավարարվում է։ Մեր փորձագետների կողմից միջնորդություն է ներկայացվում, որ այսինչ նյութերը կամ դեպքի վայրը խնդրում եմ ապահովել։ Նախաքննող մարմինը պետք է դա ապահովի ժամկետի։ Նոր մեր փորձագետները կարողանում են շարունակել փորձաքննությունը։ Փորձագիտական կենտրոնում որոշ փորձաքննություններ կարող են տևել 1-ից 3 օր, կախված գործի բնույթից։ Խուլյանի խոսքով կենտրոնը պարբերաբար համալրվում է նորարար սարքերով, մասնագետները մշտապես վերապատրաստվում են։ Իդեպ 2022-ից շուրջ 98%-ով բարձրացվել է փորձագետների աշխատավարձը։ Արամ Մարանդյան, Արման Թովմասյան լուրեր։